Սովորաբար ամենաուժեղ արձագանքները մարդ ստանում է, երբ որ սկսում է իր կյանքում ինչ-որ փոփոխություններ մտցնել։ Օրինակ, որոշեք մի օր կաթ չխմեք։ Ու ձեր ընկերներին ասեք, ես ընդհանրապես կաթ չեմ խմում։ Կտեսնեք, ոչ մի արձագանք, ոչ մեկ չի անհանգստանա, որ դու կաթ չես խմում, սա նորմալ է, կամ թե դու խնձոր չուտես, ոչ մի խնդիր չկա։ Բայց հենց որ դու բոլորին ասես, որ դու այլևս միշտ չես ուտում, բոլորը ոնց, ինչի դու միշտ չես ուտում, ոնց, բոլորը միշտ են ուտում։ Ինչա այսպես, ինչա այս ռեակցիաները այսքան խիտ, երբ որ դու միշտ ես ուտում։ Քանի որ երբ որ դու անում ես գործողություններ, որոնք եւ փոփոխություններ, որոնք երբ որ դու անում ես, քո ճակատագիրն է փոխվում։ Եվ այդ քո շրջապատի մարդկանց դա ազդակ է, որ դուք այլևս իրար հետ չեք լինելու։ Եվ իհարկե քեզ քո շրջապատի անդամները փորձում են նորից հետ վերականգնել դեպի քո ընթացիկ ճակատագիրը, որտեղ դուք իրար հետ եք, որտեղ ձեզ ոչինչ չէր խանգարում միասին լինել եւ այլն եւ այլն։ Այդպես է, երբ որ դու որոշում ես բիզնես սկսես, եթե քո շրջապատի մարդկանց ըստ ստատիստիկայի քո շրջապատի մարդկանց 90%-ը բիզնեսմեններ չեն, այդ 100%-ը, որ մեծ մասը քո շրջապատում բիզնեսմեններ չեն, ու հենց որ դու իրենց ասում ես, որ դու որոշել ես սկսես բիզնես, կապ չունի դա ինչ բիզնես է։ Իրանք միանգամից զգում են, որ դա քո ու իրանց բաժանումն է։ Եվ իրանք սկսում են դրա հետ պայքարել։ Ոչ, մի րոպե, հլա տեսնենք, կարող է քեզ խաբեն, ինչքան փող ես ներդնելու, հաստատ էդի սուտ է, հլի մի հատ սենց, հլի մի հատ նենց եւ այլն եւ այլն։ Ու սկսում են քեզ հետ համոզել։ Ինչ են սկսում քեզ հետ համոզել, որովհետեւ դու ճակատագրական փոփոխություն ես որոշել քո կյանքում անես, ու այդ ճակատագրական փոփոխությունը իրանց էլ է վերաբերվում, որովհետեւ իրանք քո նոր ճակատագրի մեջ ոնց որ թե տեղ չեն ունենալու։ Դրա համար դուք պետքա երբ որ որոշումներ եք կայացնում, իհարկե դա շատ լավ է, նախ կայացրեք կշռադատված որոշումներ եւ երկրորդ իմացեք, որ եթե դրանք շատ լուրջ որոշումներ են ձեր կյանքում, ապա դա որոշ մարդկանց դուր չի գալիս։ Նույնիսկ եթե իրանք պարզ չասեն ձեզ, չասեն, չէ, գիտես, դու մի արա այդ բիզնես, որովհետեւ ես դրան դեմ եմ։